Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Elroom-ը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, երկու հիմնական ու կարևոր խնդիր փորձում ենք on-line տիրույթում լուծել։ Տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, եւ երկրորդը, որը իրականում շատ կարևոր է, ինչպես գտնել պրոֆեսիոնալ մարդու, որը նաեւ իր տեսակով մոտիվացնող է։ Դուք գիտեք, որ մենք փորձում ենք նաեւ մեր նախագծի շրջանակներում հանդիպել հետաքրքիր շատ տարբեր ասպարեզներ ներկայացնող հայուհիների օվկիանոսի այն կողմ։ Մարդկանց ում պատմությունները կարող են իրականում թևեր տալ։ Ու երկար ժամանակ ուսումնասիրում էինք շատ հետաքրքիր մասնագիտությունը արագ ու շատ կտրուկ փոխած մոտիվացնող մի կնոջ, ում համար տպավորություն է, որ իրականում անհնարին ոչինչ չկա։ Ասում են, այս զգացողությունը գալիս է ներսից։ Մենք ինչ որ բան պատկերացնում ենք, բայց որ այսպիսի հետաքրքիր ու տարբերվող հանդիպում կլինի, այն էլ ոչ թե հեռավար ձևաչափով, այլ հենց այստեղ Երևանում, Երևանի սրտում, սա իրականում մեզ համար անակնկալ էր։ Ասում են, Երևանը հետաքրքիր ու տարբերվող նաև կարողություն ունի, այն ձգում է մարդկանց, ովքեր կարողանում են գնահատել իրենց արմատը։ Մեր նախնական փոքրիկ զրույցի ժամանակ ես հասկացա, որ Երևանի հետ կապը չեն կարող կտրել մարդիկ, ովքեր այս հողի հետ, այս արմատները, ինչպես ասում են, թողել են այս հողում։ Ու այս պահին ես ուզում եմ նաև ձեր անունից Elroom-ում սիրով ողջունել մեր հյուրին եւ վստահ կարող եմ ասել, որ ընդամենը մի քանի րոպե, 30-35 րոպե հետո մեր զրույցից հետո դուք կհասկանաք, որ հնարավոր է աշխարհում շատ բանի հասնել, հնարավոր է իրականում երազանքներ ձևակերպել, դրանց ետևից գնալ, բայց ամենակարևորը հնարավոր է աշխարհում մեկ մարդու սրտի մեջ տեղավորել մի ամբողջ Հայաստան իր Երևան մայրաքաղաքով։ Սիրով այս պահին ուզում եմ նաև ձեր անունից Elroom-ում ողջունել LM Billing ընկերության հիմնադիր տնօրեն Billing Collection Լիլիթ Մարտիրոսյանին։ Լիլիթ, ես շատ ուրախ եմ։ Իրականում ինձ համար շատ հաճելի էր հանդիպել ձեզ, երբ ուսումնասիրում էինք, առիթ ունեցել ենք զրուցելու դեռ օվկիանոսից այն կողմ, մտածում էինք մասնագիտական, հետաքրքիր ոլորտի, այսպես նախաձեռնողականության մասին, բայց Երևանում մենք տեսանք Լիլիթ Մարտիրոսյան, ով շատ սիրում է այս հողը, այս քաղաքը, ով պատրաստ է վայելել յուրաքանչյուր շենքը, յուրաքանչյուր քարը եւ միևնույն ժամանակ պատրաստ է շատ բան անել այս երկրի համար։ Ուրախ եմ, որ առիթ ունենք հանդիպել հենց Երևանում։ Այնքան սիրուն ներկայացրեցիք, ես ավելի թևավորվեցի ու հիմա շատ ավելի լավ եմ զգում, որ հերվից հեռու կարողացել եմ փաստորեն նենց ներկայանամ, որ անգամ նկարներով հասկացել եք ինչքան եմ սիրում Հայաստանը, դա բառերով նկարագրելու չի։ Ավելի ուզում եմ ասեմ Հայաստան, որովհետև այնքան սերս մեծ է, որ Երևանով չի սահմանափակվում։ Հայաստանի յուրաքանչյուր կետ, յուրաքանչյուր վայր, յուրաքանչյուր տեղ ասեմ, չգիտեմ, տուն ասեմ, հայ ասեմ, հայաստանցի ասեմ, կարևոր է ինձ համար ու շատ սիրելի։ Ես ամեն տարի Հայաստան եմ գալիս, ամեն տարի յուրովի շունչս պահած։ Դուք ձեր տեսակով ոչ թե այսպես վերացական միայն Հայաստան, հա, այդպես, այլ Հայաստանը իր քաղաքներով, մարդկանցով։ Ես գիտեմ, որ ձեր բոլոր տարիների ընկերների հետ շատ հետաքրքիր ու ջերմ հարաբերություններ եք պահպանել, չնայած որ արդեն 20 տարի Հայաստանում հիմնական բնակություն չունեք։ Այո, այս տարի այցս հիմնականում ուղղվածությունս մեր ավարտելու 25-ամյակն է, մենք ճարտարապետաշինարարական այն ժամանակ ինստիտուտ էր, հիմա համալսարանը, ավարտել ենք, թեև ոչ մի րոպե կապը չի խզվել կուրսեցիներիս հետ, հիմնական կորիզի հետ շատ ավելի մտերիմ ենք եղել, մնացածի հետ անպայման կապը եղել է, հնարավորինս իրար օգնել ենք, այս տարի երկրի տարբեր երկրներից ենք հավաքվում, իհարկե կազմակերպիչը ես եմ, ստիմուլ տվողը ես եմ, իհարկե շատ լավ է, կապը պահողնել եմ ես ու այսուհետ շարունակելու եմ, որովհետև շատ կարևոր է ինձ համար այդ ընկերությունը, մենք ճանապարհ ենք անցել, այն ամենասիրելի տարիները մենք իրար հետ ենք մեծացել ու մի տեսակ բոլորս իրար ճանաչում ենք եւ թերությունները եւ առավելությունները, անգամ գիտենք
ով ումից ինչ կարա սպասի։ Ու շատ ուզում եմ շեշտը դնեմ այս տարվա իմ այցը, մեր 25-ամյակն է հենց շաբաթ օրը նշելու ենք, շատ սպասումներով եւ շատ պատրաստվում ենք բոլորս այդ հրաշալի է։ Շատ կարևոր է, չէ՞, այդ հանդիպումները որոշակի պարբերականությամբ, ինչ որ տարիներ անց կարծես մարդուն ապրեցնող կարևոր բաներն են։ Մի տարի ես կապրեմ այս հուշերով, մինչև մյուս տարի նորից գալիս եմ։ Մենք ամեն տարի ենք հավաքվում կուրսով, բայց սենց կլոր տարիները շատ ավելի մեծ շուկով պետք է նշել, այո, նշում եք Լիլիթ, որ մեկ տարի փաստորեն ապրում եք մինչև գալ Երևան, այսպես եղել է ամենասկզբից 2006-ից, ամենասկզբից, հետաքրքիր է, երբ որ տեղափոխվել եմ, այդ օրվանից ապրել եմ, շնչել եմ ամեն տարի գալու համար, ես տոմսերս մի քանի ամիս, փետրվարից եմ առնում ամեն տարի, որ ես պիտի անպայման գնամ Հայաստան ու ես սկսում եմ այդ օրվանից ապրել, այդ օրը որ գալիս է, ինձ թվում է հեսա շունչս կկանգնի։ Ինչու եմ ասում տարբերվող, այս բառը կարելի է այսպես սովորական անընդհատ կիրառել, բայց ինչով է այդ տարբերվող տեսակը Լիլիթ Մարտիրոսյանի, խնդիրն այն է, որ չնայած այդ կարոտը 20 տարի այդ կապվածությունը, տարվա կեսը սպասում է փաստորեն մինչև հաջորդ գալուստը, բայց այս ընթացքում նաև կարողացել է եւ մասնագիտություն փոխել, եւ մարդկանց օգնելու հետաքրքիր ուղղություն գտնել։ Լիլիթ, ձեր թույլտվությամբ ուզում եմ սկզբից գալ, այ դուք խոսում եք ձեր կազմակերպչական այս ջիղի մասին, ես հասկանում եմ, որ ամեն ինչ գալիս է արմատներից, որովհետև ձեր հայրը Վազգեն Մարտիրոսյանը ճարտարապետաշինարական ժամանակ ինստիտուտ էր, բայց նոր առանձնացված առաջին հենց փուլում ամենադժվար փուլում ուսումնական մասն է ղեկավարել, կազմակերպել, այսինքն կազմակերպչական ջիղը ես հասկանում եմ, որ հայրիկից է գալիս։ Այո, հավանաբար այո, որովհետև ղեկավարելու ջիղը կարծում եմ այո, ժառանգաբար փոխանցվող է, բայց երբ որ տեղափոխվեցի Ամերիկա, մտածեցի, եթե պիտի իմ մասնագիտությամբ աշխատեմ, նորից պիտի սովորեի, որովհետև մի քիչ տարբերվող անդեղի շինարարությունը, ստեղ քար, անդեղ փայտ է, ժամանակային առումով մի քիչ արդեն շատ կտևեր։ Շատ պատահական ընկերուհիս ասեց, գիտես, ինչ որ մի հատ կամպանիայում աշխատանք կա, ասեցի, բայց ես ընդհանրապես առնչություն չունեմ այդ բժշկական ոլորտի հետ, ասեց դե փորձի։ Մի խոսքով զանգեցի, ղեկավարը հայ կին էր։ Շնորհակալ եմ շատ այդ հնարավորությունը տալու համար, որովհետև ինքը երևի հավատաց, որ Հայաստանի կրթությունը այնքան ուժեղ է, որ մարդիկ կարող են շատ արագ մասնագիտություն փոխել, տվեց այդ հնարավորությունը։ Բայց այո, երկկողմանի շահեցինք, ես դարձա իր լավ աշխատողը, ինքը դարձավ ինձ գործատու։ Ու շատ պատահական փոխելով մասնագիտությունս պատկերացրեք, որ սիրեցի։ Այո։ Սիրեցի, որովհետև ճիշտ է, ոլորտը ինքը հիվանդությունների հետ է կապված, հիվանդների հետ է, բայց հետաքրքիր էր բժիշկների հետ աշխատելու այդ պրոցեսը։ Բացի դրանից մարդկանց օգնելու։ Իսկ էլ մարդկանց օգնելու մասին չեմ խոսում, որովհետև այնտեղ ապահովագրություն եւ բժշկի միջև այդ կապը շատ ուժեղ է ու շատ հստակ։ Փաստորեն ձեր մասնագիտությունը հենց այդ կապն է ապահովում, ապահովագրության եւ բժշկների արանքում մենք ենք, այո, մեր կամպանիաներն են։ Հիմա արդեն մի հատ ուրիշ ավելի մեծ ամերիկյան կամպանիայում եմ աշխատում, որը աշխատում է 50 նահանգների հետ։ Այո։ Մի քիչ ավելի մեծացել է ոլորտս, որովհետև տարիներ մի 3-4 տարի ձեռք բերելուց հետո փորձ որոշեցի ամերիկյան կամպանիայում աշխատեմ ու հաջողվեց, ստացվեց։ Արդեն նոր դրանից հետո մտածեցի գուցե մի փոքր էլ ինձ համար անեմ, ավելի անմիջական ես շփվեմ արդեն բժիշկների, հոմ քերերի, տենց այդ կազմակերպությունների հետ, կարծում եմ ստացվել է, լավ է։ Այո, հիմա թեև ստեղից էլ եմ աշխատում, ինչքան չեմ ուզում աշխատեմ, բայց չի ստացվում։ Այո, դե օնլայն տարբերակ։ Առհասարակ օնլայն LM Billing-ը աշխատում է օնլայն։ Ամեն ինչ հիմա օնլայն է, ամեն ինչ։ Եվ ես գիտեմ, որ Լիլիթ Մարտիրոսյանի հետ հատկապես սիրում են աշխատել, որովհետև այն ինչպես ասում են, բաց սրտով, ինչ որ ավել մի խորհուրդ, մի
լրացուցիչ վստահություն այս ամեն ինչը կարող են ստանալ։ Սա արդեն բնավորության հետ է կապված, ոչ մասնագիտությամբ։ Ու պարտաճանաչ, այսինքն հիմնականում դեռ ժամանակն է շատ ավելի թանկ։ Մենք չենք չարաշահում բժիշկների կամ հոմքերերի սպասումները, որովհետև այնտեղ իրենք ժամանակ չունեն սպասելու։ Եթե գործը տրվեց, գործը պիտի ժամերի ընթացքում արվի։ Իսկ ես ու իմ հետ աշխատող կանայք, ում հետ որ աշխատում եմ, շատ պարտաճանաչ ենք։ Եթե մենք ժամկետ ենք ասում, մենք ժամկետի մեջ իրենց անպայման ապահովում ենք իրենց պահանջները։ Լիլիթ, բնավորության հետ ինչ կապ ունի սա, որովհետև ես հասկանում եմ, որ նախնական մեր այստեղ փոքրիկ զրույցի ժամանակ դուք այսպես գործնական, արագ ծրագրել, ամեն պահը օգտագործել եւ միևնույն ժամանակ վայելել։ Այ ձեզ ես այսպես կբնորոշեի մարդ, որը կարողանում է ամեն պահը եւ օգտագործել աշխատանքի եւ կարողանում է ամեն մի առիթն ու պահը օգտագործել վայելելու, ապրելու համար։ Ճիշտ եք, որովհետեւ ուրիշ ելք չունեմ։ Պիտի լինեմ կին, պիտի լինեմ մամա, այո, որովհետև հայ մամաներին գիտեք, մենք մեր մամաներին ոնց ենք տեսել, նրանք եւ աշխատել են եւ մեզ են ժամանակ տրամադրել, տեսել ենք, դա ենք տեսել, փորձում եմ իհարկե դա բերեմ նաեւ իմ ընտանիք, ամենակարևորը ուզում եմ, որ հայեցի մնան աղջիկներս, ուզում եմ հայերեն խոսեն, ուզում եմ, որ ընտանիքս հայեցի լինի, թեկուզ արդեն 20 տարի այնտեղ եմ ապրում, բայց կապ չունի։ Մեր ավանդական ուտեստներն են ուտում իմ երեխեքը։ Ես ուզում եմ ես մասին խոսել առանձին Լիլիթ, եթե թույլ կտաք։ Փաստորեն 2006-ին արդեն 2006-ին տեղափոխվել եք գրին քարտով, հա, այդպես բավական բնական է, դուք չեք սիրում խոսել, բայց այդ ճանապարհը հեշտ չի լինում նոր հաստատվելու, մանավանդ որ դուք ընտանիքով այդ ժամանակ ձեր ավագ դուստրը 1.5 տարեկան է եղել, որ տեղափոխվել եք։ Հետո արդեն երկրորդ դուստրը եւ Գլենդելում նահանգների հետ բնականաբար կապը շատ է, ձեր ընտանիքն առանձնանում է, որովհետեւ այստեղ խոսում եմ, որ շատ հայախոս, հայկական բոլոր ավանդույթներով, այդ դուք ուտեստների մասին եք խոսում, խոհանոցը, նիստուկացը, այսինքն ամեն ինչ այնպես է, ինչպես Հայաստանում։ Այո, 2006-ին տեղափոխվեցինք Նյու Ջերսի, որտեղ եղբայրս ընդեղ էր, 1.5 տարի ապրելուց հետո երևի ինքն էլ զգաց, որ չէ, Լիլիթին դժվար է հայերից կտրել, ես ընդեղ էի փնտրում հայի հետ, որոշեցինք տեղափոխվել Լոս Անջելես։ Սկզբում ինքը տեղափոխվեց, մի ամիս հետո մենք տեղափոխվեցինք ու ես արդեն հասկացա, որ լավ, գոնե ստեղ փոքրիկ Հայաստան է։ Սկսեցի ընկերներ ձեռք բերել, ստեղից ընդեղից զանգում էի, գիտեք, խնդրում եմ, ինձ ոչ մի օգնություն պետք չի, եկեք ուղղակի սուրճ խմենք իրար հետ ու շատ սիրուն ընկերական շրջապատ ձևավորեցինք ես ու ամուսինս, եղբորս օգնությամբ իհարկե։ Ու ընդեղ էլ հայերով ենք հիմնականում, իմ հյուրերը մեծամասամբ հայեր են, մեծամասամբ չէ, բոլորն էլ հայեր են, աղջիկներս ակամայից շփվում են հայերի հետ, չգիտեմ, դա երևի ինձանից եկավ, այնքան հայ, խեղճ երեխեքս էլ շփվեցին մենակ հայերի հետ, իրանց ընկերներն էլ մեր ընտանիքների նման հայ ընտանիքներ են, գուցե երկու քույր իրար հետ մեկ անգլերեն են խոսում, բայց մեր ներկայությամբ խոսում են հայերեն, հետո քանի որ իմ մայրն ու հայրը տատիկ պապիկ ընդեղ են, երեխեքը ստիպված արդեն հայերեն են ավելի խոսում, փորձում եմ գրագետ հայերենով, սիրում են շատ հայերենը, բառեր կա, որ աշխատանքի տեղից զանգում են, մամ հիվանդ ես բառն ասեց, ոնց ասենք իրան պատասխանը, որտեվ իրանք փորձում են հայերեն խոսեն։ Հիմնականում իրանց աշխատանքի մեջ թարգմանչուհի են ավելի, որովհետև հիվանդները հայ են, բժիշկները օտարազգ են, երեխեքս փորձում են օգնեն հայերի։ Երեխան, այսինքն աղջիկներն էլ են բժշկական ասողությամբ, աչքի կլինիկայում, ուղղակի դեռ բացի հայ բժիշկներից օտարազգեր էլ կան։ Ու շատ հպարտ եմ, որ իմ աղջիկներն ասում են, մամ, մենք թարգմանում ենք, մենք օգնում ենք հայ տատիկներին, պապիկներին։ Այո, փորձել եմ պահեմ ավանդույթը ու փառք, որ աղջիկս ընտրել է հայ տղա, արդեն մի քիչ ապահովել եմ ինձ այդ մեծ աղջիկաս հարցում, որ հայ ընտանիքներ են շարունակվելու։ Հրաշալի է, Լիլիթ, բայց դուք մտածել եք երբևէ այ գնալուց կամ այն սկզբում, որ
այդպես սա ձեզ համար կարևոր կդառնա, որ այդքան ջանք կդնեք, որպեսզի ամեն ինչը այսպես պահել հայկական, թե այնտեղ եք բացահայտել, որ ձեզ համար սա կարծես օդ ու ջրի պես, որ ասում են, շատ բնորոշ է հենց ձեզ։ Դժվար եմ գնացել Լիլիթ ջան, շատ դժվար եմ գնացել, բայց շատ կապված է եղբորս հետ, ինձ դժվար էր առանց իր Հայաստանում մնալը։ Մեծ պատճառը, որ գնացի, շատ ուզում էի, որ եղբորս կողքին լինեմ, ու դա միակ ելքն էր, որովհետև ինքը չէր գա Հայաստան, թեև հիմա մտածում եմ հետ գալու մասին, բայց այդ ժամանակ չէր կարող գալ։ Իմ ելքը մենակ, որ մենք գնայինք, ու ես որպես քույր որոշեցի, որ պիտի գնամ ու պիտի իր կողքին լինեմ։ Դժվար որոշում էր, բայց շնորհակալ եմ ամուսնուս, որ չմերժեց ու ասեց՝ լավ, արի գնանք, դժվար եմ գնացել, հեշտ չեմ գնացել, որովհետև այն ժամանակ էլի նույն հայն էի, նույն Հայաստանի սիրող, Երևանը սիրող։ Հա, այսինքն այն ժամանակ էլ, բայց այն ժամանակ, որ գնացի, այնտեղ Նյու Ջերսիում հասկացա, որ ինչքան դժվար է լինելու, որ ես հայ մնամ, որ երեխեքս հայ մնան։ Բայց չգիտեմ, հեշտ ստացվեց, շատ ջանքեր չեմ գործադրել, էլի եմ ասում, գուցե գենը, գուցե իմ այսքան մոլուցքով սիրելը փոխանցվել է երեխեքիս։ Նպատակասլաց մարդ եք, այսինքն եթե որոշումներ կայացնում եք, սիրում եք արագ գործել ու հստակ գիտեք, որ ճանապարհով եք պետք գնալ։ Այո, երբեք ոչ մի հարցում չեմ զիջում, որ նպատակներին չհասնեմ։ Հա։ Ու մի հատ խոսք ունեմ ես, ընկերներս հաստատ հիմա կփաստեն ու կժպտան։ Ես ասում եմ ոչ մի բան հետո չկա։ Ամեն ինչ հիմա է։ Հա, հետաձգել չեք սիրում։ Այսօր ու հիմա։ Եթե ես պիտի որևէ բան անեմ, դա վաղը չի, դա այսօր է։ Բայց այ դրան ինչպես եք, այս կնոջ համար առհասարակ մարդու, հատկապես կնոջ համար ամենակարևոր բանն է, չէ՞, չհետաձգելու կարողությունը։ Փորձը, որովհետև հասկանում եմ, որ եթե ինչ-որ մի բան թողնում ես հետոյի, հետո էլ չես անում։ Որովհետև եթե շատ ես մտածում, գիտեք, տատիկս մի հատ խոսք ուներ, ասում էր՝ «Միջև խելոքը շատ մտածում է, հիմարը մեջով է տալիս անցնում է»։ Գորիսեցիները, կապանցիները դա կփաստեն այդ խոսքը։ Այդ եկել է, որ մինչև շատ մտածում ես, մեկ ուրիշը դա վերցնում է։ Ճիշտ է, մտածել, քցել, բռնել շատ ընդունում եմ, բայց մի քիչ ամեն ինչը չափից դուրսը խանգարում է։ Պիտի որոշես, պիտի անես, պիտի սխալվես ու պիտի սխալիդ վրա սովորես։ Չվախենաս սխալվելուց։ Այնպես չի, որ կյանքում սխալներ չեմ արել ու հետո չեմ փոշմանել։ Պատահել է։ Բայց կարծում եմ, եթե ճիշտ լիներ, գուցե հենց սկզբից էլ հենց բժշկական ոլորտով կգնայի։ Այդ մի սխալն արել եմ։ Բայց ուղեցի, չէ՞։ Փաստորեն կարող է։ Ուղեցի։ Այսինքն այդ որ ասում են, դե այն ժամանակ էսպես պիտի անեի, այդ ուշը հիմա հնարավոր չէ։ Ոչ մի բան ուշ չի լինում, եթե ամեն ինչ հիմա անես։ Ահա։ Այսպեսի ձևակերպում, սիրելի հետևորդներ, երևի շատ քիչ մենք անդադ խոսում ենք դրա կարևորության մասին, բայց շատ լավ ձևակերպում տվեց Լիլիթ Մարտիրոսյանը, ոչ մի բան ուշ չի լինում, եթե ամեն ինչ անես հիմա, այո, երբեք ուշ չէ, եթե այնինչ մտածում ես, հենց հիմա սկսես ծրագրեր կազմես ու իրականացնես։ Ինչի համար է ուշ, եթե ապրում ենք, ինչի համար է ուշ։ Կարա լինի ուշ երեկո, կարա լինի, չգիտեմ, ուշացած ինչ-որ մի բան, բայց կարող ենք հասնել։ Հա։ Որովհետև եթե որևէ մեկը կարա անի, ուրեմն մեզանից յուրաքանչյուրը կարա անի դա։ Այ այս գաղափարը, որ եթե ինչ-որ մեկը կարող է անել, կարող եմ անել նաև ես։ Այս գաղափարին դուք Հայաստան ծնված օրվանից, ինչպես ասում են, ուսանողական դպրոցական, այսպես եք մտածել։ Այո։ Այո, որովհետև երբ որ մասնագիտություն էի ընտրում, սկզբից ժուրնալիստիկա, հետո բժշկություն, դրանց միջև էի ուզում, բայց տեսեք եկա ընտրեցի ճարտարապետաշինարարականի էկոնոմիկան։ Ու ինձ համար ոչ մի բան չէր վախեցնում, որ ասում են, բայց սիրում ես, ասում եմ, կսիրեմ։ Հիմա էլ հարցում են, բայց կարաս անես, ասում եմ, կկարողանամ։ Պիտի կարողանաս, պիտի ուզես, պիտի պայքարես, կյանքը պայքար չի, ամեն ինչի համար պայքարում ենք։ Ուրեմն կարանք հասնենք, եթե պայքարենք։ Եթե այդ ուժը մենք ունենանք, մեկ էլ մի քիչ կողքին ունենանք լավ մարդիկ, ովքեր ոչ թե
ներքև ձգեն, այլ փորձեն, եթե չեն կարողանում բարձրացնեն, գոնե թող հավասարապես մեզ հետ քայլեն։ Այո։ Ու այստեղ շատ կարևոր է այդ շրջապատի հարազատների եւ հատկապես ձեր ամուսնու դերը, այսինքն այդ թիկունքը կնոջ համար նաեւ սա էլ է շատ կարևոր։ Ես 3 տղամարդկանց խորհուրդն եմ մենակ լսում ու 3 տղամարդկանց ինձ համար որպես ուղեկից եմ համարում, դա պապասա, ամուսինս ու եղբայրս, որոնք ոչ մի հարցում ինձ չեն ասում, բայց կարաս, բայց կլինի, բայց ասում են, եթե ուզում ես, արա, ինչով կարող ենք կօգնենք։ Ինչի հասել եմ իրանց շնորհիվ, դեն չի որ ես մենակս կարողացել եմ այնքան հզոր լինեմ, որ անեմ, բայց իրանց տված խորհուրդները ու մեկ էլ հավատը իմ հանդեպ։ Այդ այնքան կարևոր է կնոջ համար, երբ նրան հավատում են։ Եթե կնոջը չհավատացին, Լիլիթ ջան, հավատացեք համ գեղեցիկ չի լինելու։ Համ կյանքի հանդեպ պայքար չի ունենալու։ Իսկ պայքարող տեսակ կանանց շատ եմ սիրում։ Այո։ Այն կինը, որ կարողանում է պայքարի ու գիտեք, կարելի է պայքարել լավ ընտանիք ունենալու համար, կարելի է պայքարել լավ մասնագիտություն, լավ կամպանիա, լավ, չգիտեմ, գեղեցկության սրահ ունենալու համար, ինձ համար կապ չունի։ Կապ չունի, որ ասպարեզում ես սիրում եմ պայքարել, ես պայքարում եմ, ընկերության համար եմ պայքարում։ Ես սովորական սուրճ խմելու համար պայքարում եմ։ Եթե ես ուզում եմ ընկերուս հետ սուրճ խմեմ, ես պայքարում եմ, որ ինքը գա, որ հասցնել, այո։ Լիլիթ, բայց սրա հետ միասին այ պայքար բառը շատ իսկապես եւ բնորոշում է կանացի այդ ուժն է։ Սրա հետ միասին կարողանալ այ այդքան կանացիությունը պահել։ Սա բավական դժվար է, չէ՞, երկուսը համատեղել։ Մեծ հաշվով, երբ մենք նայում ենք շատ դեպքերում մենք պայքարող այդպես ուժեղ կին ենք ասում, ովքեր կանացիության հետ կապված ինչ որ խնդիր ունեն։ Բայց այս բոլոր տարիներին դուք կարողացել եք հետաքրքիր, տարբերվող ձեր այդ հմայքը արտաքինից սկսած մինչև շարժու ձևը, հա, սա կանացիության մասին է։ Այդ կարծում եմ պիտի շնորհակալ լինեմ ամուսնուս, որովհետև ոչ մի րոպե չի թողել, որ արտաքինից չհետևեմ։ Գիտեք, եւ ոնց ներկայանում ես, տենց ընդունվում ես։ Երևի էդ էլ այդ դեվիզով եմ շարժվել, որովհետեւ եթե տնային տնտեսուհի էլ լինես, պիտի խնամված լինես, որ ընտանիքի անդամները ուղղակի հաճույք ստանան, որ մաման տանն ու մաման սիրուն է, թեև բոլորիս մամաները մեզ համար սիրուն են, դա երկրորդ մասն է։ Բայց այո, ես ուզում եմ, որ մեր հայ կանայք միշտ լինեն խնամված, միշտ լինեն գեղեցիկ ու ինչքան էլ ուժեղ լինեն, թող մեկ ցույց տան, որ իրանք թույլ են ու կանացի են ու ունեն այդ տղամարդու աջակցությունը, կարիքը։ Կարիքը, այո։ Ես ինչքան էլ լինեմ ուժեղ, միևնույնն է, ես ինչ լինի, վերջում նայում եմ ամուսնուս, թե ինքը ինչ կասի, ոնց կասի ու ոնց պիտի անի։ Ես իրանից եմ ամեն ինչ սպասում, որ ինձ ասում են ինչ նվեր ես ուզում, ասում եմ ես մենակ հայկից եմ նվեր սպասում։ Ես ամեն ինչ իրանից եմ սպասում։ Ու կարծում եմ իմ էս եւ արտաքինը եւ իմ ներքին այս ուժը իրանից է գալիս։ Այո, այս ուժը իսկապես շատ կարևոր է, բայց նաեւ երևի ձեր ամուսինը այսպես կարողանում է տեսնել փայփայել են կրակը, որովհետև այդ կրակը պետք է կարողանալ պահել, փայփայել կնոջ տրամադրությունը։ Հաստատ մենք վաղուց ենք ծանոթ, այո։ Իմ տպավորությունն է, որ դուք մեր ընտանիքում եք, արդեն գիտեք, այո, չի թողնում, որ այս կրակը մարի։ Գիտեք, դժվար է, ես ամեն տարի ծնողներիս հետ եմ գալիս Հայաստան, մեկ ու մեջ աղջիկներիս հետ եմ գալիս, ինքը մի քիչ ինքնաթիռից վախենում է, չի թռնում։ Հիմա համոզել ենք մյուս տարի ամբողջ ընտանիքով գանք, որտեղ եղբայրս պլանավորում է երեխաներին կնքի, հուսամ կկարողանա գա, բայց դժվար է ամուսնուն մեկ ամսով իր կնոջը թողնել, գա իր ընկերների, ծանոթների, բարեկամների մոտ, բայց երբեք չի արգելել, երբեք դրա մասին չի խոսվել։ Հակառակը միշտ այդ կրակը կա, որ բա տոմսդ երբ ենք առնում, բա դու այս տարի որ գնում ես, ինչ պլաններ ունես, ինչ պիտի անես։ Այդ այնքան կարևոր է, ես ասում եմ, իր աջակցությունը իմ կյանքում շատ մեծ դեր է խաղում։ Մենք շատ դժվար օրեր ենք ունեցել միասին, երբ որ ամուսնացել ենք, շատ դժվար ճանապարհ ենք անցել։ Մենք վերանորոգում էինք անում, հատ էինք գնում խանութից ինչ որ մի բան առնում, բայց այդ որ հիշում ենք այնքան ավելի սիրով ենք, հիշում մարդկա իր
այդ դժվար օրերը շատ դժվար է հիշում, բայց մենք ծիծաղալով ու հավեսով աղջիկներից պատմում ենք, երևի դա է միավորել, կամ չգիտեմ, տարիների ընթացքում արդեն շատ ենք ընկերացել ու շատ մտերմացել ենք իրար հետ։ Չէ, դա ձեր կողմից էլ, այսինքն այդ գնահատելը, հա, ամեն ինչ այդ փոխազդեցությունը գործում է։ Շատ խոնարհաբար շնորհակալ եմ եւ եթերով, եւ աշխարհում, եւ ընկերների մոտ, եւ բարեկամների մոտ։ Ես շատ շնորհակալ եմ իմ կյանքի 3 տղամարդկանց։ Իմ երազանքները իրականացնողը հենց իրենք են եղել։ Պապայիցս սկսած ես ինչ ուզել եմ պապաս ինձ համար արել է։ Հիմա էլ ինչ լինում է, կամ վազում եմ աղբորս մոտ, կամ վազում եմ ամուսնուս մոտ։ Իսկ այ երազանքներ ունենալ, ձևակերպել երազանք, սա արդեն մենաշնորհն է ձեր, եւ ամենակարևորը ես նկատում եմ, որ ձեր այդ ծրագրերը շատ նեղ անձնական չեն, միշտ ավելի այսպես մեծ, ընդհանուր Հայաստանի, այ քիչ առաջ խոսում էինք, որ կարելի է նայել թե ինչ-որ լավ դրական կարևոր բան ձեր մասնագիտության մեջ այնտեղ տեսնում եք, ուզում եք, որ դա Հայաստանում էլ ներդրվի։ Այո, մտածում եմ, շատ մեծ ծրագիր է Լիլիթ ջան, շատ։ Եթե կարողանամ առողջություն, չգիտեմ, այնտեղ ուժ, ծանոթներ, ընկերներ, եթե կարողանամ դա բերեմ այստեղ, որովհետև այդ համակարգը այնտեղ շատ ուժեղ է։ Շատ կուզենամ, որ Հայաստանում էլ այդ ցիվիլությունը, բժիշկ, հիվանդ, այդ միջփողային դուրս գա, ընդհանրապես բժիշկը չիմանա, թե իր հիվանդը ինչ կարգավիճակ ունի ֆինանսական։ Եթե դա էլ լինի Հայաստանում, երևի չգիտեմ, արդեն էլ պիտի բոլորս հետ գանք Հայաստան։ Էլ ինչ ունենք մտածելու։ Շնորհակալ եմ շատ Լիլիթ, ինձ իրականում շատ հաճելի էր, առհասարակ ես շատ իսկապես ինձ համար շատ եւ անակնկալ էր եւ հաճելի էր, որ ծանոթացա ձեզ հետ եւ կրկնակի հաճելի, որ այսպես ոչ on-line ձևաչափով, որովհետեւ ես արդեն այստեղից զգացի ոչ միայն այդ հետաքրքիր ձեր խոսքը, գործերը, մտածումները, այլև ձեր էներգիան։ Ես ուզում եմ անսպառ լինի այդ էներգիան, շատ ու մեծ լինեն ծրագրերը ձեր ինչպես հարազատների, ընտանիքի հետ կապված, այնպես էլ ավելի մեծ Հայաստանի, որովհետև հայերին էլ ընդհանուր աշխարհի համարում եք երևի ձեր մեծ ընտանիքը, եւ ուզում եմ, որպեսզի իսկապես այս կապը անընդհատ այնտեղի ու այստեղի ձեզ նման դրական ու լուսավոր մարդկանցով պահպանվի, շատ հաճելի էր ինձ։ Ես հավատում եմ, որ կկարողանամ ուժ կգտնեմ իմ մեջ, իհարկե, եթե կարողացա իրագործեմ, մյուս հաղորդմանը անպայման դրան կանդրադառնանք, որ արդեն ինչ որ մի հատ քայլեր ենք արել, կօգնեն հայերը, հայաստանցիները, իմ ընկերները, հուսամ կկարողանանք ինչ որ մի ծրագիրը բերել այստեղ։ Ես շատ մեծ իրականում ցանկություն ունեմ, աղթում եմ, որ անպայման իրականանա, բայց նաև ինչ որ վստահություն ունեմ, հաշվի առնելով, որ Լիլիթը եթե ինչ որ ծրագրեր կազմում է, իսկ դրանք բոլորի բարեկեցության համար են ըստ էության, դրանք իրականացնելու համար քայլերը կան։ Տեսնում եք ինչ լավ է։ Հենց դիմացինի հավատն է, որ կարող է քեզ ուժ ու թև տա։ Հələ պատկերացրեք, ես խոսեմ, դուք ասեք, չէ Լիլիթ ջան, հնարավոր չի, գիտես, այս բարդությունները, այս չգիտեմ ինչը կան, բնականաբար, ես այդքանը հասկանում եմ։ Ես չեմ կարող տենց ամեն ինչը հրեշտակային թևերով պատկերացնել, բայց հələ տեսեք ինչքան հետաքրքիր է ու ինչքան հաճելի է, երբ երկուսով համոզված ենք, որ կկարողանանք։ Իսկ այդ արդեն խոսում է նրան, որ այո, հայ կինը ամեն ինչ կարա անի, հայ կինը կարա հայեցի ընտանիք ունենա օտար ափերում, օտարալեզու երկրում, հայ կինը կարա իր երեխեքին ստիպի ուտեն հայկական ուտելիքներ, ինչքան էլ իրանք սիրեն բուրգեր կամ չգիտեմ ինչ, հայ մաման կարա աղջկան ստիպի, որ ամուսնանա հայ տղայի հետ, հələ տեսեք ինչքան հզոր է հայ կինը, գուցե ուրիշ ազգերի կանայք էլ են այդպես, ես այդքան չեմ ուսումնասիրել իրանց, բայց քանի որ մենք հայ ենք, հայերից ենք խոսում, հələ տեսեք ինչքան հզոր ազգ ենք, ինչ ուզենա հայ կինը, որ չանի։ Ահա։ Հրաշալի է, հենց այս ձևակերպմամբ, ինչ ուզենա հայ կինը, որ չանի, ուզում եմ ավարտել, սպասել հաջորդ մեր հանդիպմանը, Լիլիթ, ես շատ իսկապես շատ ուրախ եմ, մաղթում եմ, որպեսզի ծրագրերը շատ լինեն, որովհետև դուք տարբեր ուղղությամբ շատ ծրագրեր, մտածումներ վստահ եմ ունեք եւ արդեն որի մասին որ բարձրաձայնել եք, դա շուտ իրականանա։ Սիրո։ Շնորհակալ եմ։ Սիրելի հետևորդներ,
Գիտեք, իրականում լինում են հանդիպումներ, երբ քեզ թվում է, որ դու խոսում ես ինչ-որ մի ուղղության մասին, բայց հետո հասկանում ես, որ մարդը այս մոլորակի վրա, աշխարհի վրա, այսպես մի ամբողջություն է։ Չի կարող իր տեսակը, իր գաղափարները, իր մտածումներն ու ցանկությունները, երազանքները առանձին ապրեն, իսկ ինքը իր մասնագիտական դաշտում առանձին։ Եվ այսօր մենք զրուցում ենք շատ հետաքրքիր կնոջ հետ, մասնագիտությամբ երկրորդ մասնագիտությամբ Billing Collection LM Billing ընկերության հիմնադիր տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանի հետ, ով 20 տարի է նահանգներում է, առաջին մասնագիտությամբ ճարտարապետաշինարարական համալսարանն է ավարտել, երկրորդ մասնագիտությունը արդեն այս ուղղությամբ, որը շատ հետաքրքիր, մեզ մոտ ոչ շատ տարածված ոլորտ է, կապը ըստ էության ապահովում է ամուր ու ճիշտ նպատակային կապը ապահովագրական ընկերությունների եւ բժիշկների միջև, բայց իր տեսակով հայկականությունը իր մեջ կրող եւ իր ընտանիքում սա որպես հիմք դրած կին։ Մարդով կարողանում է տարվա յուրաքանչյուրս 20 տարի շարունակ ամեն տարի գալով չի ասում, որ վայ, այս անգամ ժամանակ չունեմ, ով կարողանում է բաց հստակ ասել, որ իսկապես տարվա մեծ հատվածն ապրում եմ սպասումով, որ երբ պիտի գամ Հայաստան եւ մնացած հատվածը այդ տպավորություններով։ Սրա հետ զուգահեռ կարողանում է իրականում մեծ ծրագրեր իրականացնել տարբեր ասպարեզներում։ Իսկապես կնոջ համար անհնարին բան չկա։ Մեր զրույցի ավարտին գուցե այս մասնագիտական կոնկրետ ուղղությունը ձեզ համար այս ասպարեզում խնդիր չունեք, բայց կարծում եմ, որ Լիլիթ Մարտիրոսյանի մի քանի արտահայտություններ կօգնեն, որպեսզի հենց հիմա քայլ անեք, հա, հենց հիմա վեր կենաք ու գործեք։ Ես հրաժեշտից առաջ ընդամենը ուզում եմ, որ մեր հետևորդներից շատերը մի պահ կանգ առնեն, մտածեն, հասկանան, որ երազանքները պիտի մեծ լինեն, բայց դրանց վերջնաժամկետ սահմանելով պիտի դարձնեք նպատակներ եւ ինչպես Լիլիթ Մարտիրոսյանն ասաց, վստահ լինեք, որ դրանք անպայման իրականանալու են, որովհետեւ շատ բան այս աշխարհում իսկապես մեր ձեռքերում է։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։